Երկարատև քննարկումներից հետո Աբովյան քաղաքում գործող հայ-ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը նոր կարգավիճակ է ստացել։ Կառավարության որոշմամբ այն վերակազմավորվել է եւ որպես Հայաստանի ազգային պատկերասրահի 14-րդ մասնաճյուղ այսուհետ կգործի սոցիալիստական մշակույթների թանգարան անվամբ։ Այս թանգարանը, այս մասնաճյուղը ունի հրաշալի ֆոնդ, սակայն այդ ֆոնդը լիովին համապատասխանում էր նախկին տարբերակի, նախկին իմաստին։ Եվ այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի ահռելի ֆոնդը հնարավորություն է տալիս մաքսիմալ ընդլայնել եւ թանգարանը եւ դրա գաղափարախոսությունը, այսպես ասած, գաղափարը, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս արտասահմանյան միջազգային շատ լուրջ համագործակցությունների, այսինքն այսօր այս թանգարանը առաջին քայլն է անում դեպի համաշխարհային հարթակ։ Մասնագետների խոսքով թանգարանի հնարավորություններն էապես կընդլայնվեն, եթե նախկինում ցուցադրությունները հիմնված էին սեփական ֆոնդի վրա, ապա այժմ հասանելի կլինեն նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուները, հնարավորություն տալով կազմակերպել նոր ցուցադրություններ եւ թեմատիկ նախագծեր։ Այս թանգարանը պիտի ունենա ահռելի նշանակություն քաղաքի մշակութային կյանքի ակտիվացման առումով։ Եվ հետաքրքիրն այն է, որ այն խորհրդանշական անունը է այսուհետև կրում սոցիալիստական մշակույթների թանգարան, այն դեպքում, երբ Աբովյան քաղաքը, որը համեմատաբար երիտասարդ քաղաք է, ձևավորվել է հենց սոցիալիստական կարգերի ժամանակաշրջանում 60-ական թվականներին եւ կարծում եմ այս թանգարանը պիտի ամբողջացնի մեր պատկերացումները 70-ամյա այսպես սոցիալիստական կամ խորհրդային տարիների մասին։ Թանգարանի ղեկավարի գնահատմամբ սոցիալիստական մշակութային ժառանգության նկատմամբ աճող հետաքրքրությունը նոր համագործակցությունների հնարավորություն է ստեղծում մասնավորապես Չինաստանի, Կուբայի եւ այլ երկրների գործընկեր կառույցների հետ։ Մինչև նոր մշտական ցուցադրության բացումը թանգարանը իրականացնում է կրթական ծրագրեր եւ ընդլայնում համագործակցությունները Հայաստանում։ Այս պահին գործում է նոր մեկնարկ Մարմին միջավայր հիշողություն խորագրով շրջիկ ցուցահանդեսը։ Մեր ավարտող ուսանողների այն մասը, ովքեր արժանացել են բարձր գնահատականի եւ ընտրվել են հանձնաժողովի կողմից, ցուցադրվեն ոչ միայն նկարիչների միությունում, ինչպես ամեն տարի անում ենք, այլ այս անգամ արդեն շրջի ցուցահանդեսը եւ տարածվի Հայաստանի մարզերով մեկ։ Այդ առումով շատ կարևոր է Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի ցուցասրահի համար նախ եւ առաջ պատկերասրահի հետ էս համագործակցությունը, որն առաջինն է ըստ էության ցուցահանդեսային ֆորմատում եւ հույս ունենք, որ շարունակվելու է։ Սեպտեմբերից թանգարանը կներկայացնի խորհրդային շրջանի վիզուալ մշակույթը, կենցաղային իրերը, ճարտարապետական մոտիվներն ու սոցիալիստական մշակույթի այլ դրսևորումները։ Առաջին ժամանակավոր ցուցահանդեսը նվիրված կլինի խորհրդային պաստառներին, դրանց գեղարվեստական առանձնահատկություններին, գաղափարախոսական նշանակությանն ու մշակութային ազդեցությանը։ Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, լուրեր։